Փոքր բիզնեսը չի հարկվելու Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագրի երկրորդ կետն է։ Ցանկություն ունեմ ձեզ ներկայացնեմ երկրորդ քայլը, որը իմ կարծիքով հեղափոխական է լինելու մեր երկրի բոլոր փոքր բիզնեսներին շրջանառության հարկից ազատումն է։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց ներկայացրել Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագիրը։ Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող հարցերը եւ ստացել պարզաբանումներ։ Եթե հանկարծ մենք այս 10-ից անցնենք արդեն NDS-ի ու տարեկան 16.9% ընդհանուր շահութայից պետք է տա։ Ամեն ամսվա կտրվածքով արդեն մոտ 20% պարտադիր։ Տարվա վերջում արդեն ինչ որ կմնա ինձ կազմակերպությանս եւ ինչ որ մնում է մեզ, դրանից նույնպես մենք 16.9 մոտ 17%։ 18%։ Մենք փորձում ենք պահենք, որ մնանք երկրում, չբացակայենք, երկրից չգնանք, ստիպված չլինենք կազմակերպություն փակել։ Բիզնեսը եթե փակվեց, առաջի կորուստը պետությանն է, սեփականատիրոջը չի։ Որտեւ այդքան մարդ գործազուրկ մնաց, իր երկրի մեջ այդքան ակտիվություն նվազեց։ Մենք տարին չեն կարա 3000 ընկերություն կորցնենք այս տեմպով։ Փոքր բիզնեսում նման տեմպերով տնտեսությունը չի կարող զարգանալ։ Փոքր բիզնեսն էլ զարգանալու փոխարեն փակվում է։ Հիմա ես սահմանափակված եմ, ես աշխատողներ չեմ կարողանում շատ վերցնել։ Կայունությունը որ լինի, ես հստակ կիմանամ, որ այդ գումարը գնալու է աշխատողներին։ Ոչ 1, ոչ 2% հարկ, հենց 0% տուժերից խուսափելու համար է։ Կան տասնյակ դեպքեր, որ մեզ կարող են ուղղակի խելքից դուրս տուգանքներ ուղղել։ Օրինակ, խանութի աշխատողը շփոթվեց եւ չեկի ապարատի մեջ ինչ-որ բան սխալ գրեց։ Շփոթվեց։ Դրա պատճառով կարող է մինչև 50 միլիոն տուգանվել։ Չենք ասում 1% չէ, 2% չէ, 0, որ տույժ չկարողանան դնեն։ Հայաստանում ոչ մի ոլորտ նորմալ չի կառավարվում։ Իրենց մտահոգություններն են հայտնել հանդիպման մասնակիցներն ու հավելել. բիզնեսին կայունություն է պետք զարգանալու համար, իսկ այսօր միայն անորոշություն է։ Հենց ես առժմոլում եմ աշխատում, օգտագործել, եսի փոքր բիզնես է գործում։ Հենց մեր փոքր բիզնեսը, ոնց ասեմ, սատկում է, всё, վերանում է։ Հայաստանն ենք վարի տալի, թե մեզ ենք վարի տալի։ Ոչ մի բան չի կառավարվում Հայաստան։ Որ ոլորտ Հայաստանում սկսում է շատ ուժեղ աշխատել, հարկայինը գալիս է գլխին կանգնում է։ Պետք է հանգիստ թողես, որ քո երկրի դեմքը լինի, այցեքարտը դառնա այդ ոլորտը։ Մենք պատերազմը պարտվել ենք, որտեղ ունեցել ենք թույլ տնտեսություն։ Եթե ուզում ենք երկրի ուժը վերականգնենք, պետք է գոնե մի 15-20 տարի կենտրոնանանք տնտեսության վրա։ Նարեկ Կարապետյանն առաջարկել է քննարկման մանրամասները կիսել գործընկերների հետ, որպեսզի մյուսները եւս տեղեկանան Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագրի մանրամասներին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։